Կադրում Գյումրի-Երևան ավտոմայրուղին է Կաքավաձոր գյուղի Խաչմերուկի հատվածում ճանապարհն ամբողջությամբ փակվել է, միմյանց են բախվել 15 մեքենա։ Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը վթարիստ ուժած 2 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել Ford Magnus-ի մեքենաներից, հայտնել է փրկարար ծառայությունը։ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է մեջբերում որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիր Հայաստանում զոհված զինվորների ընտանիքներին եւ հասարակության կարիքավոր անդամներին $10 միլիոն ֆինանսական օգնություն հատկացնելու մասին, ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի նախագահականը քաղաքացիներին հորդորում է չհավատալ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները թիրախավորող ապատեղեկատվությանը։ Առանց լրատվամիջոցների, առանց զոհվածների շիրիմներին մոտենալու հունվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ այլ պետական այրեր այցելել են Եռաբլուր զինվորական Պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Իշխանական թևը ծաղկեպսակ է խոնարել զոհվածների եւ անհետ կորածների հուշարձանին եւ հեռացել։ Չնայած հերոսների ծնողները վաղ առավոտից այնտեղ էին, պաշտոնյաներից ոչ ոք նրանց չի մոտեցել։ Դեռ լույսը չբացված հերոս տղաների ծնողներն են գնացել Պանթեոն, ինչպես նշել է վարանդայում զոհված Արման Ազատյանի հայրը Վիգեն Ազատյանը, եկել է, որ թույլ չտա պղծել որդու շիրիմը։ Օրեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հունվարի 27-ը սահմանվել էր հիշատակի եւ ոչ աշխատանքային օր։ Հերոս տղաների ծնողները բոյկոտել են այս որոշումը եւ շեշտել, իրենք ամեն օր են Եռաբլուր գալիս, իսկ հունվարի 27-ը ոչնչի հետ կապ չունեցող օր է։ Նախագծի հեղինակները ազգային ժողովի նախագահի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ անկախ падգամավոր դարձած 44-օրյա պատերազմում զոհված Անգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը օրվա ընտրությունը պայմանավորել էին որպես առանձին, ոչ մի իրադարձության հետ կապ չունեցող օր։ Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Վեաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման եւ քաղաքական դրդապատճառներով ենթադրաբար ձերբակալված անձանց թվի աճի կապակցությամբ, կոչ անելով երկրի իշխանությանը դադարեցնել հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում 23 հայ գերիներին։ Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Բաքվում 3 ադրբեջանցի է ձերբակալվել օտարերկրյա դեսպանատներից մեկի վրա ահաբեկչական փորձ կազմակերպելու կասկածանքով, հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Ահաբեկչությունը ծրագրվել է կրոնական թշնամանքով պայմանավորված։ Պետական անվտանգության ծառայությունը սակայն չի նշել, թե որ երկրի դեսպանության մասին է խոսքը։ Գերատեսչության ձեռքի տակ են հայտնվել ենթադրյալ ահաբեկիչների նամակագրությունները, խոսակցությունների ձայնագրությունները եւ այլ մանրամասներ։ Կասկածյալները անձավոր կապի մեջ են եղել ահաբեկչական Վիլայաթ Խորասան խմբավորման հետ, որն իսլամական պետություն միջազգային ահաբեկչական կազմակերպության մաս է։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել քաղաք մտած հզոր ցիկլոնի պատճառով, տեղումների աննախադեպ քանակի եւ ցածր տեսանելիության պատճառով Շերեմետևո, Դոմոդեդովո եւ Վնուկովո օդանավակայաններում արդեն հետաձգվել չեղարկվել է ավելի քան 70 չվերթ։ Ձյան ծածկույթը հասել է մինչև 50 սանտիմետրի, ինչը վերջին տասնամյակների համար ռեկորդային ցուցանիշ է։ ԱՄՆ-ում մոլեգնող հզոր ձնաբուքը 26 մարդու է սպանել, երկրի 25 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ 20 նահանգում կաթվածահար է եղել հանրային տրանսպորտը, հեռավար ուսուցման են անցել դպրոցներն ու կրթական այլ հաստատություններ, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ։ Իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ տանը ցածր տեսանելիության եւ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Scheduled calls at this point in time.
However, the president remains deeply involved and of course Թրամփը չի հրաժարվում խաղաղության գործընթացից։ Վաշինգտոնի խոսնակը հայտարարել է, որ պատմական բանակցությունների հաջորդ փուլից առաջ Ռուսաստան-Ուկրաինա հեռախոսազրույցներ չեն նախատեսվում։ Սպիտակ տունը հերքել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինային պարտադրում է տարածքային զիջումների գնալ։ Ըստ ամերիկյան մամուլի Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնարկել է ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն այն բանից հետո, երբ Կիևը համաձայնի խաղաղության համաձայնագրին, որը հավանաբար կստիպի զիջել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին։ С министром обороны Украины. Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքներ տալու համաձայնագիրն արդեն պատրաստ է եւ Կիևը սպասում է տեղին եւ ժամին։ Չնայած այս ամենին, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարվածել Ուկրաինային։ Անօթաչուների հարվածի հետևանքով Օդեսայում բնակելի շենքեր են վնասվել, կամ մոտ 20 տուժած։ A múlt héten ukrán politikai vezetők Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինային եւ նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է երկրի ներքաղաքական ընտրական գործընթացներին միջամտելու համար։ szervezeteink kiértékelték ezt a legutóbbi Անցած շաբաթ ուկրաինացի քաղաքական առաջնորդները եւ նույնիսկ անձամբ նախագահը խիստ վիրավորական եւ սպառնալից ուղերձներ են հնչեցրել Հունգարիայի եւ հունգարական կառավարության մասին։ kiretendő szankció alól. Մեր ազգային անվտանգության մարմինները պարզել են, որ այդ իրադարձություններն ուկրաինական համակարգված միջոցառումների շղթայի մի մասն են, որոնց նպատակը Հունգարիայի ընտրություններին միջամտելն է։ Հայտարարել է Օրբանը չհստակեցնելով, թե կոնկրետ որ հայտարարությունների մասին է խոսքը։ Օրբանը հրահանգել է արտգործնախարար Պետեր Սիարտոին կանչել Ուկրաինայի դեսպանին արտահայտությունների պարզաբանման համար։ Kaleidoscope of small and middle powers. Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի իր ելույթի ժամանակ Զելենսկին ակնարկել էր յուրաքանչյուր Վիկտոր, ով ապրում է եվրոպական փողերի հաշվին, միաժամանակ փորձելով վաճառել եվրոպական շահերը, արժանի է հարվածի։ The US president to change. The Iranians have called him many times. They want to talk, he says. Meanwhile, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել եւ նոր համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ։ Թրամփի խոսքով իրավիճակը փոփոխական է, քանի որ իրանական կողմն այս ընթացքում բազմիցս փորձել է կապ հաստատել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ President Trump warned Iran to stop its deadly assault on anti-government. Միևնույն ժամանակ ամերիկյան հեռուստաեթերում չեն դադարում քննարկումները Իրանին հարվածելու հնարավոր սցենարների մասին։ aircraft carrier USS Lincoln has Այս ֆոնին ԱՄՆ-ն աննախադեպ մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը եւ 3 էսկադրային ականակիրներ արդեն ճանապարհին են։ Թրամփը պարզեցել է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան նավատորմը իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ուժերին։ Իրանի իշխանությունները ամերիկյան նավատորմի տեղաշարժն անվանել են սադրանք եւ ասել, որ ամերիկյան նավերն իրենց համար հասանելի թիրախներ են։ What should he demand of the Iranians to not get attacked? ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Իրանին ծրագրային ռազմավարական հարվածներ հասցնելու մասին է խոսել։ Ըստ նրա, այդ հարվածները կթույլատնեն Հեղափոխության պահապանների կորպուսի եւ Իրանի միջուկային ծրագրերի կարողությունները։ Բոլթոնի կարծիքով, ուժի կիրառման դեպքում Իրանի իշխանության ներսում կսկսվեն դավաճանություններ եւ կբարձրանա ընդդիմության ոգին։ 20 տարի բանակցելուց հետո Հնդկաստանն ու Եվրամիությունը կնքել են ազատ առևտրի շրջանակային համաձայնագիր, որը համաշխարհային տնտեսության համար շրջադարձային նշանակություն կունենա, պնդում են վերլուծաբանները։ हमने स्ट्रेटेजिक टेक्नोलॉजी से लेकर Ստորագրված փաստաթղթով Նյու Դելին կվերացնի տարեկան մինչև 4 միլիարդ եվրոյի հասնող մաքսատուրքերը եվրոպական արտադրանքի համար։ Սա հնարավորություն կտա մոտ ապագայում կրկնապատկել Եվրամիությունից Հնդկաստան արտահանումները։ Prime Minister, distinguished friend. Այս գործարքը կնվազեցնի նաև տնտեսական կախվածությունը Չինաստանից։ Փորձագետների կարծիքով համաձայնագիրը ոչ միայն տնտեսական օգուտներ կբերի, այլև կամրապնդի աշխարհաքաղաքական կապերը Բրյուսելի եւ Նյու Դելիի միջև։ Ավստրալիայում թեթև մարդատար ինքնաթիռ է կործանվել, օդաչուն եւ ուղևորը մահացել են։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Gold Coast օդանավակայանի մոտ, թռիչքից մի քանի րոպե հետո։